Ասեմ ձեզ, որ նիստատինը բավականին տոքսիկ պրեպարատ է, լյարդի վրա ինքը օրինակ շատ վատ ազդեցություն ունի, եթե մենք որոշենք նիստատինի պրեպարատներ նշանակել եւ այդ տաբլետկանով փորձել կարգավորել սնկայինի հարցը։ 1. Երկրորդը բազմիցս անգամ ես զրուցել եմ իմ գոլեգաների հետ, հարակից մասնագետներ, ովքեր զբաղվում են այս խնդրով։ Սնկային հիվանդության բուժման հիմքը չպետք է լինի միայն սիմպտոմների վերացնելը, որովհետև բուժումից հետո մենք պետք է պավտոր անալիզներ անենք եւ տեսնենք։ Ուրիշ հարց է, որ մարդը գանգատներ չունի, սուբյեկտիվ գանգատներ չունի, օբյեկտիվ եւ անալիզով էլ մաքուր է։ Ուրեմն այդ իդեալական վիճակ ենք մենք ստացել, շատ լավ է, որ կարգավորեցինք իր բոլոր խնդիրները։ Բայց մենք նաև հաճախակի ինչ իրավիճակների ենք հանդիպում։ Մարդու գանգատները վերանում են, այդ սնկային հիվանդությունը բնորոշ բոլոր նշանները, փառակալումը, հոտը, տհաճ երևույթը, քորը, այն սա վերանում է։ Բայց մենք անում ենք անալիզներ, ինչ ենք տեսնում, տեսնում ենք, որ չէ, փաստորեն անալիզներով դեռ խնդիրը կա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մի քանի շաբաթից խնդիրը գլուխ է բարձրացնելու։ Եվ այստեղ վտանգ կա, որ մենք այդքան էլ ոնց որ չենք կարգավորել խնդիրը։ Եվ հաճախ պացիենտին ասում ես, գիտես, դե լավ է որ քո գանգատներն անցել է, բայց ոնց որ անալիզով չի անցել խնդիրը, սա ստեղծում է մի հատ իրավիճակ, որ նորից ինքը գլուխ կբարձրացնի։ Պացիենտը լավ բժիշկ երբ գլուխ բարձրացած կգամ, չի գալիս։ Չի գալիս, գնում է ուրիշ տեղ, ասում է ինձ լավ չբուժեցին, սունկս չբուժեցին, չանցավ։ Եվ սունկը շատ հաճախ հարցնում եմ, վարակովի է, վարակովին կարա փոխանցի սեռական ճանապարհով, բայց սնկի աճման եւ զարգացման համար եկեք համաձայնվենք նախադրյալներ են պետք։ Իմունիտետի նվազում է պետք, այլ հիվանդությունների առկայություն է պետք, որոնք նվազեցնում են սեռական օրգանների պաշտպանողական ֆունկցիան եւ սունկը գլուխ է բարձրացնում։ Չէ՞ որ սունկը միջավայրում էլ է ապրում։ Պարտադիր չի սեռական ճանապարհով մենք վարակվենք։ Դրա համար ինչքան էլ որ սա թվատել է, մի հատ նիստատին նշանակեցինք, մի հատ ֆլյուկոնազոլ, մի հատ էս կրեմը, այն կրեմը։ Ոչ չի կարելի սնկի համար բոլոր կրեմները փորձել դեղատան եղած։ Ոչ չի կարելի այդքան ֆլյուկոնազոլը նիստատին խմել, չէ՞ որ այսօր մենք ունենք մեծ խնդիր հակասնկային դեղերի հանդեպ առաջացած կայունություններով։ Անում ենք, տեսնում ենք սնկային հիվանդություն կայուն ֆլյուկոնազոլի հանդեպ։ Ինչքան ուզում ես նշանակի ֆլյուկոնազոլ չի օգնում։ Մի արեք նմանատիպ բաներ։ Հորդորը բժշկության չզբաղվել ինքնաբուժությամբ, որովհետև դուք ինքնաբուժությամբ չեք զբաղվում, դուք զբաղվում եք ինքնավնասմամբ։